Ռուսական մամուլը հեղեղված է հայկական ծաղիկների ներկրման արգելքի մասին նյութերով։ Հրապարակումներում, սակայն, Ռոսսելխոզնադզորի ներկայացված պատճառաբանություններին գրեթե անդրադարձ չկա։ Ոչ մի լրատվամիջոց չի խուսափում ընդգծել, որ խնդիրը զուտ քաղաքական է։ Պետերբուրգյան Պիցերնյուսը օրինակ գրում է, որ Հայաստանի բացահայտ սադրիչ գործողություններին տրվել է ասիմետրիկ պատասխան։ Նրանք ընդունեցին Զելենսկին, մենք արգելեցինք հայկական վարդերը, բայց դեռ կշարունակենք կերակրել նրանց։ Իսկ Moscow Times-ը հիշեցնում է, թե երբ սկսվեցին արգելքներ սահմանվել հայկական ապրանքների վրա։ Հայկական ապրանքների հետ կապված խնդիրներ սկսեցին հայտնաբերվել այն բանից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Հայաստանում տիրում է ժողովրդավարություն եւ որ ինտերնետը արգելափակված չէ։ Հետագայում խախտումներ հայտնաբերվեցին Հայաստանից ներմուծված ջերմուկի եւ կոնյակի հետ կապված։ Ռուսական մամուլում մեջբերումներ կան նաև հայտնի քաղաքական գործիչների եւ տնտեսագետների խոսքերից։ Օրինակ փոխարտգործնախարար Գալուզինը ասել է, որ Հայաստանը չի կարողանալու միաժամանակ ապրել երկու հարսանիքի ժամանակ, իսկ Շոյգուն գտնում է, որ Ռուսաստանին սպառնալու համար Կիևի ռեժիմին Երևանում հարթակ տրամադրելը նացիզմի դեմ պայքարած ավելի քան 1.5 միլիոն հայերի հիշատակի ծաղր է։ Նման մեկնաբանությունները անսպասելի չէին թե քաղաքական, թե տնտեսական հարթություններում։ Ես կարծում եմ, որ դա նաև նախընտրական երանգներ ունի, բնականաբար ցանկացած պետություն, որ պետությունն էլ որ լիներ ու ունենար ազդեցության նմանատիպ լծակներ, ես կարծում եմ կօգտագործեր։ Իսկ մինչև ուր կարող են հասնել ռուսական տնտեսական սպառնալիքները, ռուս փորձագետների մեկնաբանություններում բազմազանությունը մեծ է։ Հաջորդը կարող են լինել օրինակ մյուսանքային ջրերը, ալկոհոլային խմիչքները, եթե ավելի հեռու գնանք, կհասնենք գազին, ցորենին ու ալյուրին։ Մինչև ընտրություններ կարծում եմ էլի լծակներ կկիրառվեն, տնտեսական լծակներ։ Միգուցե մեր տնտեսվարողները ֆինանսական առումով լուրջ կորուստներ կրեն, բայց Ռուսաստանը չի ցանկանա այդ տեսանկյունից կորցնել Հայաստանը որպես տնտեսական գործընկեր եւ ոչ թե չի ցանկանա նրա համար, որ Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանումը այնպիսի ապրանքներ ու ծառայություններ են, որոնք էական են Ռուսաստանի տնտեսության համար, ոչ, չի ցանկանա կորցնի հաղորդակցության նպատակով, այլ ընտրանքային ուղի է Հայաստանը, հատկապես Ռուսաստանի տնտեսության, այսպես ասենք, շրջափակման կամ պատժամիջոցների պայմաններում։ Արդարության համար պետք է նշել, որ ռուսական մամուլում եւ փորձագիտական շրջանակներում սեփական տնտեսության վնասների մասին կարծիքները միանշանակ չեն։ Ոմանք ասում են ռուսական տնտեսության վրա այս ամենը չի ազդի, մյուսներն արդեն ազդեցության օրինակներ են բերում։ Հայաստանից ներմուծման սահմանափակումները կհանգեցնեն ծաղիկների որոշ տեսակների, վարդերի, մեխակների եւ կակաչների գների կտրուկ աճի։ Արգելքի հայտարարությունից մի քանի ժամ անց այս ծաղիկների գները արդեն աճել էին 5-ից 7%-ով։ Ռուսական իշխանական օղակներում նման մտահոգություններ չկան, իսկ Հայաստանի իշխանությունների արձագանքը հետևյալը եղավ։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշեց, որ ծաղկի արտադրության ուղղությունը Հայաստանում բավականին զարգացած է։ Որոշ տնտեսվարողներ օգտագործում են այսօրվա դրությամբ լավագույն տեխնոլոգիաները, ինչը թույլ կտա դուրս գալ թե եվրոպական, թե ամերիկյան շուկա։ Նաև տնտեսության դիվերսիֆիկացիայի երկու հաջողված օրինակ նշեց։ 2026 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում Հայաստանից արտահանումը դեպի Չինաստան կրկնապատկվել է եւ կրկնապատկվել է նաեւ Հայաստանից Եվրոպական միության արտահանումը եւ կարծում եմ, որ այս տենդենսը պետք է շարունակենք, այս աշխատանքը պետք է շարունակենք, որպեսզի առաջիկա 2-3 տարիների հետո Հայաստանը որևէ շուկայից որևէ կախվածություն չունենա։ Այդ հնարավորությունները Հայաստանը ունի, բայց այդ հնարավորությունները ունի բավականին լուրջ աշխատանքի, մասնագիտական աշխատանքի եւ ստանդարտացման արդյունքում։ Սա ապագայի հարց է, իսկ առայժմ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է։ Դա ռուսական կողմին դուր չի գալիս։ Փոխվարչապետ Օվերչուկը խոստացել է մայիսի 29-ի նիստում քննարկել Հայաստանի կարգավիճակի հարցը, բայց միայն քննարկումով հարցը չի լուծվի։ Սա Ռուսաստանում էլ են հասկանում ու լուծումներ փնտրում։ Օրինակ տնտեսագիտության դոկտոր Վալդայ ակումբի փորձագետ Ստանիսլավ Տկաչենկոն տեսնում է այս լուծումը։ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիիրավ անդամ եւ հետեւաբար նրա ազատական առևտրային կարգավիճակը չի կարող չեղարկվել, բայց մեր դիվանագետները ինչ որ բան կմտածեն։ Առայժմ մենք խոսում ենք դիվանագիտական ազդանշանների մասին։ Մենք փորձում ենք խելքի բերել Հայաստանի ղեկավարությանը։
Նման ազդեցություն նաև ներսից կա, բայց ամեն դեպքում գերիշխող կարծիք է մնում այն, որ թե տնտեսական, թե քաղաքական հարթություններում Ռուսաստանի հետ հարաբերություններ կլինեն նաև ընտրություններից հետո, անկախ այն հանգամանքից կմնան իշխանությունները, թե հները կամ նորերը կգան։ Միանշանակ կլինեն, որովհետև դա ձեռնտու է նաև Ռուսաստանին, ձեռնտու է նաև տարածաշրջանային առումով, ոչ միայն Հայաստանի մասով, այլ Հայաստանի միջոցով այլ երկրների հետ հարաբերվելու առումով, այդ թվում նաև Եվրամիության հետ հարաբերվելու, այդ թվում նաև Իրանի հետ հարաբերվելու, օրինակ, պայմանական ասեմ, իշխանությունների վերընտրվելու դեպքում միևնույնն է իշխանությունների հետ կձևավորվեն հարաբերություններ, բայց բոլորովին այլ մակարդակի, ես ի նկատի չունեմ վատ առումով, ի նկատի ունեմ, որ արդիականացված, փոփոխված Մի կարևոր փաստի մասին էլ է նշում տնտեսագետ Սոս Խաչիկյանը, հիշեցնում է, որ բոլոր առումներով շատ ավելի վատ վիճակ էր 2021-ի ընտրությունների ժամանակ։ 21-ից առ այսօր իրավիճակը շատ ավելի է բացվել եւ հասարակության համար եւ բիզնեսի համար։ Ամեն դեպքում ես կարծում եմ, որ խոճապային տրամադրություններ չեն լինի, ինչպիսի ընտրություն էլ կայացնի ժողովուրդը հունիսի 7-ին, կարծում եմ բոլոր երկրները դա հաշվի կառնեն։ Արտակ Հովհաննիսյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։